Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիս ամսվա հորոսկոպը կշերք նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը այս ամսում, ինչպես նաև նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերը։ Հիշեցնում եմ, որ հորոսկոպը առաջին հերթին նայում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով արդեն դրացումները կատարում ենք։ Այսպիսով, ընկերներ, մինչև հունիսի 21-ը արևը գտնվելու է երկվորյակ նշանում, իսկ դա ձեր 9-րդ տունն է։ Լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք անձնագրային հարցերով, վիզա ստանալու հարցերով, քննություններ հանձնելու համար բարենպաստ ժամանակահատված է։ Հունիսի 21-ից սկսած արևը կանցնի խեցգետին նշան ձեր 10-րդ տուն և լավ ժամանակահատված ձեզ համար կլինի, որպեսզի զբաղվեք կարիերայով, աշխատանքով, ստատուսի փոփոխության հետ կապված հարցերով։ Մերկուրի մոլորակը հունիսի 1-ից սկսած մինչև ամսվա վերջ գտնվելու է խեցգետի նշանում ձեր 10-րդ տանը, բերելով ձեզ խոսակցություն, փաստաթղթաբանություն, կապված ստատուսի փոփոխության հետ կամ ղեկավարության հետ։ Եվ իհարկե կարիերայի և բիզնեսի հետ։ Ամսի 29-ից սկսած Մերկուրին դառնալու է հետընթաց և մինչև հուլիսի 23-ը գտնվելու է հետընթաց դիրքով խեցգետին նշանում։ Սրա հետ կապված առանձին նյութ արդեն ունեմ պատրաստած, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրի ժամանակահատվածում։ Հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում կամ կարող եք գտնել իմ YouTube-յան ալիքում։ Վեներա մոլորակը մինչև ամսի 13-ը կգտնվի խեցգետի նշանում ձեր 10-րդ տանը։ Հնարավոր է նոր սիրավեպ սկսվի աշխատավայրում, գուցե ձեր ղեկավարի հետ, ինչպես նաև այս ժամանակահատվածը բարենպաստ է, որպեսզի բացեք բիզնես, օրինակ, ինչը հատկապես վերաբերելու է կոմֆորտին, գեղեցկությանը։ Ամսի 13-ից սկսած արդեն Վեներան կանցնի առյուծ նշան ձեր 11-րդ տուն։ Եվ լավ ժամանակահատված ձեզ կստեղծվի որպեսզի հանդիպեք ձեր ընկերներին, լավ ժամանակ անցկացնեք, գուցե օնլայն հարթակում ինչ-որ գնումներ կատարեք ձեզ համար, գուցե հագուստ, կոսմետիկա և այլն։ Մարս մոլորակը մինչև ամսվա վերջ, ամսի 29-ը գտնվելու է ցուլ նշանում, իսկ դա սիրելի ընկերներ ձեր 8-րդ տունն է։ Մարսը 8-րդ տանը, զգույշ եղեք, հնարավոր է ինչ-որ վտանգավոր իրավիճակներ լինեն, հատկապես ճանապարհ եք եթե գնալու, ճանապարհներին եղեք շատ զգույշ։ Մարսը 8-րդ տանը հաճախ տալիս է նաև վիրահատություն, իհարկե սա բոլորին չի վերաբերվում, ծննդյան քարտեզով ևս պայմանավորված է, բայց նման հարցեր կարող է լինեն, կամ ուղղակի ակտիվ ֆինանսական հոսք կունենաք ոչ ձեր կողմից աշխատած գումարների։ Ամսի 29-ից սկսած արդեն մինչև մյուս ամիս Մարսը գտնվելու է երկվորյակ նշանում ձեր 9-րդ տանը, ակտիվությունը գնալու է դեպի բարձրագույն կրթություն և արտասահմանյան հարցեր։ Յուպիտեր մոլորակը հունիսի 30-ից սկսած անցնելու է առյուծ նշան և 1 տարի այնտեղ է գտնվելու։ Յուպիտերի հետ կապված առանձին նյութ արդեն ունեմ տեղադրած, սիրելի ընկերներ, կարող եք նայել, թե առաջիկա 1 տարվա ընթացքում Յուպիտերը որ ոլորտում է բերելու ձեզ իր նվերները, իր փոփոխությունները։ Ուրան մոլորակը շարունակում է գտնվել երկվորյակ նշանում, այս ամսում շարժվելով 2-ից 3 աստիճան, իսկ երկվորյակը ձեր 9-րդ տունն է։ Ուրանը առաջիկա 6-7 տարիների ընթացքում գտնվելու է այնտեղ, սիրելի ընկերներ, բերելով իր անսպասելի փոփոխությունները ձեզ։ Գուցե անսպասելի փոխեք ձեր կրթությունը, անսպասելիորեն որոշեք կամ գնալ նոր բարձրագույն կրթություն ստանալ, կամ անսպասելի ուղղակի այս ժամանակահատվածում շատ լինեն ճանապարհորդությունները։ Ինչպես նաև Ուրանը այստեղ 9-րդ տանը դուք կզգաք ձեզ ազատ, սիրելի ընկերներ, թե կրթության մեջ, թե ճամփորդության մեջ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 18-ից 21 աստիճան շարժվելով, իսկ աղեղնավորը ձեր 3-րդ տունն է։ Սև լուսինը հնարավոր է ինչ-որ վախեր, տարաձայնություններ, գայթակղություններ բերի կապված ձեր հարևանների հետ, քույր եղբայրների հետ, հնարավոր է անհիմն ինչ-որ բանավեճ լինի։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 12-ից 14 աստիճան շարժվելով։ Խոյը ձեր դիմացի նշանն է և հետևաբար Սատուրնը ձեզ վրա ևս բոլորից շատ ազդում է։ Այն կշերքները, ովքեր ասցենդենտով են կշերք և ասցենդենտը գտնվում է կշերքի 12-ից 14 աստիճանում, ապա ավելի շատ դուք եք զգալու այս ամսում, սկսելու զգալ այդ Սատուրնի սահմանափակումները, գուցե ինչ-որ հարցերում ավելի սառն ձեր հարաբերությունները, ներողություն, ամուսնու կամ կնոջ հետ կամ գործընկերների հետ։
Հնարավոր է Սատուրնի այս առաջիկա 2-2.5 տարիների ընթացքում շատերը օրինակ դադարեցնեն իրենց համագործակցությունը կամ որոշեն ամուսնալուծվել, նման հարցեր կարող են լինել։ Կամ եթե ամուսնանաք այս ժամանակահատվածում, եւ եթե դրական դիրքավորումներ լինեն, ապա Սատուրնը ձեզ կտա երկար ամուսնություն եւ կայուն հարաբերություններ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված նորալուսինը կլինի հունիսի 15-ին երկորյակ նշանում, մինչև 2 շաբաթ իր ազդեցությունը թողնելու է, սա ձեր 9-րդ տունն է, սա նոր անձնագիր, նոր վիզա, նոր ճամփորդություն, նոր ուսում ձեզ կբերի։ Եվ լիալուսինը կլինի հունիսի 30-ին այդ եղջյուր նշանում։ Եվ կրկին, 2 շաբաթ հետո դուք իր ազդեցության մասին կզգաք։ Այս եղջյուրը ձեր 10-րդ տունն է, այսինքն վերջնական որոշում հստակ ինչ-որ վերջնակետ է դրվելու, կապված ձեր ստատուսի հետ, կարիերայի հետ, աշխատանքի հետ։ Այժմ լարված օրերը նշեմ, լարված օրեր են լինելու հունիսի 4-ը, հունիսի 9-ը, հունիսի 17-ը եւ հունիսի 25-ը։ Ձեզ մնացեք ինչ-որ կարևոր գործողություններ ձեռնարկելուց այս օրերին։ Այսքանը սիրելի կշեռքներ, կապված հունիս ամսվա հետ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։